Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը։ Ընտրացուցակում ներառված է 283 անուն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Փաստինֆոյին հայտնել են, որ ներկայումս առաջադրման փուլն է, որին կհաջորդի գրանցման փուլը։ Ապրիլի 15-ի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացվել է օգտահաշիվների 21 դիմում, որոնք ըստ էության հետաքրքրված են ընտրությունների մասնակցելու հարցում։ Բաքվից ներկրված բենզինով պայքարում ենք ներհայաստանյան մաֆիայի դեմ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ Ադրբեջանից նավթամթերքի ներկրման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները արդեն տասնյակ միլիարդերի խնայողություններ են ունեցել։ ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի բացառում, որ իր ընտանեկան բիզնեսները կարող են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել։ Այս մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ Իշխանափոխությունից հետո կպարզվի, թե որ երկրի ու որ կազմակերպությունների գործակալներն եք դուք եղել։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով ԿՊԱ-ականներին։ Եվրոպական միությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում։ Այն գալիս է խորհուրդներ տալու ինքնիշխան կառավարությանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում։ Ակնկալվում է, որ Եվրոպական միության նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է 2 տարով, ունենալու է 20-ից 30 միջազգային աշխատակից։ Արցախի պատվիրակությունը նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ Ֆրանսիայում է։ Նրանք հանդիպել են Փարիզի փոխքաղաքապետի հետ եւ անդրադարձ կատարել արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի իրացմանը։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։ Դատախազը միջնորդել է եւս 3 ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։ Դատական նիստը կշարունակվի ապրիլի 17-ին։ Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրող 20 եւ 17 տարեկան եղբայրները ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանք մրգաշենի բնակիչներ են։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան։ Այն կարող է քննվել առանց Խաչատուրովի մասնակցության, հեռակա դատաքննություն կիրականացվի։